Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնում կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Թբիլիսին նույնպես պատրաստ լինի նման քայլեր ձեռնարկել։ ՏԱՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Վալդայ քննարկման ակումբի եւ ռազմավարական եւ միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի ռուս-ուզբեկական համաժողովի շրջանակում։ Այստեղ մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան Թբիլիսին պատրաստ է գնալ մեր հարաբերությունների կարգավորման ճանապարհով, ասել է ռուս դիվանագետը։ Իհարկե մենք հույս ունենք, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ, չնայած հայտնի քաղաքական խնդիրներին կզարգանան կայուն կերպով այնտեղ, որտեղ երկու կողմերն էլ պատրաստ են դրան, որտեղ դա խոստանում է փոխադարձ օգուտ, վստահեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Գալուզինը նշել է, որ այսօր ակտիվորեն զարգանում են տնտեսական, տրանսպորտային եւ զբոսաշրջային կապերը։ Մենք հույս ունենք, որ վրացական կողմը նույնպես հետաքրքրված է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններով, չնայած բոլոր քաղաքական դժվարություններին, նշել է նա։ Փոխարտգործնախարարը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի վերջերս այցը համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Մենք խորին հարգանք ունենք համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի նկատմամբ։ Նա իսկապես Վրաստանի ազգային հոգևոր առաջնորդն էր, մարդ, որը պաշտպանում էր ավանդական արժեքները, ուղղափառ ավանդույթները եւ ուղղափառության միասնությունը եւ բարձր հեղինակություն էր վայելում ամբողջ աշխարհում, ասել է Գալուզինը։ Ըստ նրա, Շվիդկոյն իր ցավակցությունն հայտնել վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանը եւ վրաց ժողովրդին պատրիարքի մահվան կապակցությամբ։ Իհարկե, միայն այս փաստը վկայում է մեր ժողովուրդների միջև մշակութային, պատմական եւ հոգևոր ազգակցական կապի մասին։ Մենք ի վերջո ունենք արժեքների ընդհանուր հիմք, նշել է Գալուզինը։ Իլիա Դարչյաշվիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան եւ միջազգային ծովային կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցիչ։ Դարչյաշվիլին 2022-ից 24 թվականներին Վրաստանի արտաքին գործերի նախարարն էր։ 2017-ից 2021 թվականներին Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը Լեհաստանում։ Նա զբաղեցրել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի եւ տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ Վրաստանի կառավարության որոշմամբ 2026 թվականի ապրիլի 1-ից արգելվել է պլաստիկից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, ձողիկների, ափսեների, նաև փրփրապլաստից պատրաստված սննդի տարաների եւ դրանց կափարիչների, բաժակների ու դրանց կափարիչների իրացումը։ Նշված արտադրանքի ներկրումն ու արտադրությունը 2026 թվականի հունվարի 1-ից արդեն արգելված էր։ Շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում նաև պլաստիկի սպառման սահմանափակմանն առնչվող եւս մեկ կանոնակարգ։ Պետական գնումներ իրականացնող գերատեսչություններին արգելվում է պլաստիկե բաժակների, տարաների եւ մինչեւ 3 լիտր ծավալով պլաստիկե շշերով լցնովի ըմպելիքների պետական գնումներ կատարել։ Սահմանափակումը չի տարածվում մինչեւ 3 լիտրանոց պլաստիկե շշերով այն գնումների վրա, որոնք իրականացվում են պաշտպանության ուժերի եւ զինծառայողների կարիքների համար։ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն սահմանված պահանջների խախտումը կհանգեցնի տուգանքի 1000 լարիի չափով եւ համապատասխան արտադրանքի բռնագրավման, իսկ կրկնակի խախտման դեպքում 2000 լարիի չափով տուգանքի եւ արտադրանքի բռնագրավման։ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել մարտի 30-ին Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակումը, որը հաջողվել էր չեզոքացնել։ Անկարայից ավելի վաղ հայտնել էին, որ հրթիռն արձակվել է Իրանից։ Աբբաս Արաղչին Հակամ Ֆիդանին վստահեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը կապ չունի տեղի ունեցածի հետ, հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է համատեղ հետաքննություն անցկացնել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը։ Բաքվից վերահաստատել են անփոփոխ աջակցությունը Թուրքիայի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել նաեւ Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին մտահոգություն էին հայտնել տարածաշրջանային իրավիճակի սրման կապակցությամբ։ Ընդգծվել էր տարածաշրջանում ռազմական բախումների շուտափույթ դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման կարեւորությունը։
Թուրքիայի Մուղլա նահանգում Բոդրում շրջանի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող ռետինե նավակ է խորտակվել։ Պատահարի հետևանքով 19 ներգաղթյալ է զոհվել, 20-ին հաջողվել է փրկել։ Դեպքի պատճառները դեռևս անհայտ են։ Ահազանգն ստանալուն պես Առափնյա պահպանության խմբերն ուղարկվել են տվյալ տարածք։ Սկզբնական շրջանում նրանք 11 միգրանտի մարմին են հայտնաբերել։ Փրկարարական աշխատանքի ընթացքում զոհերի թիվը հասել է 19-ի։ Հայտնի է դարձել նաև, որ մահացածների թվում 1 մանկահասակ երեխա կա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դեռ լիովին պատրաստ չէ դուրս բերել ամերիկյան ակտիվները Իրանին Հորմուզի նեղուցը վերաբացել ստիպելու ջանքերի շրջանակում։ Ինչ որ պահի եզրական եմ, սակայն առայժմ դեռ ոչ։ Այլ երկրներ էլ պետք է միջամտեն։ Իրանը պարտված է, բայց նրանք պետք է միջամտեն եւ կատարեն իրենց աշխատանքը, ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում իրական սպառնալիք չկա։ ՆԱՏՕ-ն սարսափելի է եւ նրանք բոլորը սարսափելի են։ Նրանք չցանկացան օգնել։ Եթե նրանց նավթ է պետք, թող գան եւ վերցնեն։ Իրական սպառնալիք չկա, էական սպառնալիք չկա, քանի որ Իրանը պարտված է, ասել է Թրամփը։ Երբ նրան հարցրել են, թե երբ կարող է ավարտվել Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը, Թրամփը պատասխանել է. «Դա շուտով տեղի է ունենալու։ Մենք ժամանակացույցից 2 շաբաթ առաջ ենք ընկել»։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հասել է իր նպատակին Իրանի հետ հակամարտության հարցում եւ նախատեսում է այն ավարտել 2 կամ 3 շաբաթվա ընթացքում։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, Իրանը դեռ կարող է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ այդ ժամկետում։ Մենք ռեժիմի փոփոխություն ենք ունեցել, բայց դա իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի եւ այդ նպատակին հասել ենք։ Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Թրամփը նաև ընդգծել է, որ մյուս երկրները պետք է իրենք որոշեն Հորմուզի նեղուցում նավագնացության ապագան։ Մենք չենք պատրաստվում դրա հետ որևէ առնչություն ունենալ։ Մենք դա անելու որևէ պատճառ չունենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եւ Թեհրանին հայտնի են Վաշինգտոնի պայմանները։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Նրա խոսքով Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի է ունեցել, եւ այս նոր ռեժիմը պետք է նախորդից ավելի խելացի գտնվի։ Նախագահ Թրամփը կկնքի համաձայնագիր, նա ցանկանում է դա եւ այդ գործարքի պայմանները նրանց հայտնի են։ Հակառակ դեպքում Իրանին ավելի ուժգին հարվածներ են սպասվում։ Հեքսեթը նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության հաջորդ մի քանի օրերը վճռորոշ կլինեն, նշելով, որ Իրանի զինված ուժերից մեծ դասալուկություններ են եղել։ Հեքսեթը հղում անելով հետախուզական տվյալներին ասել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները վնասում են իրանական զինվորականների մարտական ոգին։ Սա նրա խոսքով հանգեցնում է լայնածավալ դասալուկությունների, հիմնական անձնակազմի պակասի եւ հիասթափություն է առաջացնում ավագ ղեկավարների շրջանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հաղորդագրություններ է փոխանակում Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, սակայն նա հրաժարվել է դրանք բանակցություններ անվանել։ Ես հաղորդագրություններ եմ ստանում անմիջապես Ուիթքոֆից, ինչպես նախկինում, բայց դա չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում։ Դրանք բանակցություններ չեն, այլ պարզապես հաղորդագրություններ են, որոնք փոխանակվում են ուղղակիորեն կամ տարածաշրջանի մեր ընկերների միջոցով։ Արաղչին նշել է, որ Իրանը դեռևս Միացյալ Նահանգներին պաշտոնական պատասխան չի ուղարկել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ եւ որևէ առաջարկ չի արել։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը ձեռնարկել է բոլոր միջոցները Հորմուզի նեղուցով բարեկամական նավերի անվտանգ անցումն ապահովելու համար, որը փակ է մնում թշնամիների համար։ Արաղչին նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցի ճակատագիրը պատերազմից հետո կորոշեն միայն Իրանն ու Օմանը։ Իրանը պատրաստ է ցանկացած ցամաքային գործողության, բայց հույս ունի, որ թշնամիները սխալ հաշվարկներ չեն կատարի, հավելել է Արաղչին։ Նա նաև նշել է, որ Իրանը կհամաձայնի միայն ռազմական գործողությունների ավարտին ամբողջ տարածաշրջանում, այլ ոչ թե ընդհատմանը։ Նա ասել է, որ իր երկիրը դեռևս որոշում չի ընդունել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ եւ ինքը վերապահումներ ունի այս հարցում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Կոշտան կոչ է արել թույլատրել լարվածությունը եւ հարգել միջազգային իրավունքը։ Նա նաեւ հորդորել է Իրանին դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները։ Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է Հորմուզի նեղուցով անխոչնդոտ նավագնացության կարեւորությունը։ Կոշտան վստահեցրել է, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստել դիվանագիտական ջանքերին։ Փեզեշքյանն էլ Կոշտային ասել է, որ Իրանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցումն իրավիճակի կարգավորման միակ լուծումն է։ Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանը երբեք լարվածության կամ պատերազմի չի ձգտել եւ ունի անհրաժեշտ կամքը որոշակի պայմաններում այս պատերազմը դադարեցնելու համար, հատկապես անհրաժեշտ երաշխիքներով, որ ագրեսիան չի կրկնվի։
Իրանական Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Իրանի վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների հետևանքով վնասվել է ավելի քան 90,000 բնակելի շենք։ Կազմակերպության տվյալներով ընդհանուր առմամբ վնասվել է 113,570 քաղաքացիական կառույց։ Դրանցից 22,422-ը առևտրային շենք է եղել, իսկ 90,063-ը բնակելի։ Նշված է, որ Թեհրանում հարձակումների հետևանքով վնասվել է 44,391 բնակելի եւ առևտրային շենք։ Բացի այդ, պատերազմի մեկնարկից ի վեր լուրջ վնաս է կրել դեղագործական, բժշկական եւ սանիտարական 307 հաստատություն, նաեւ շտապօգնության կենտրոններ։ Ամբողջ երկրում 760 դպրոց ենթարկվել է ուղղակի կամ անուղղակի հարձակման, որի հետևանքով զոհվել է 234 աշակերտ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ կենտրոնական Մարկազի նահանգում ձերբակալվել է 65 մարդ, որոնք իրանական կողմի պնդմամբ թշնամու գործակալներ եւ նրանց հետ համագործակցողներ են եղել, նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Վերջին օրերին եւ ամիսներին Իրանը ձերբակալել է բազմաթիվ մարդկանց, որոնք ըստ նրա տեղեկատվություն են տրամադրել Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին կամ այլ կերպ վտանգել են ազգային անվտանգությունը։ Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնել էր, որ Բաբոլ-Սեր քաղաքում առնվազն 4 պետական ծառայող է ձերբակալվել։ Գործակալության տվյալով ձերբակալվածները մեղադրվում են հակառակորդի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունն ուղղակիորեն ազդում է էներգետիկ շուկաների վրա, իսկ ռեսուրսների մատակարարման անվտանգությունը դառնում է որոշիչ գործոն։ Այդ մասին միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իրանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն իսկ ուղղակի ազդեցություն են ունենում էներգետիկ շուկաների եւ Հորմուզի նեղուցով նավթի ու գազի տեղափոխման վրա։ Ավելի ու ավելի շատ պետություններ ու ընկերություններ են սկսում մտածել ոչ միայն փոխադրումների արագության եւ արժեքի, այլև տրանսպորտային երթուղիների եւ լոգիստիկ շղթաների անվտանգության եւ կայունության մասին։ Ռուսաստանի նախագահի խոսքով Ռուսաստանը կարող է անվտանգ ու հուսալի տրանսպորտային լոգիստիկ երթուղիներ առաջարկել աշխարհին։ Նա նշել է, որ դա առավել կարևոր է դառնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համատեքստում։ Ռուսաստանը կարող է աշխարհին նման լուծումներ առաջարկել եւ կարևոր դերակատարում ունենալ գլոբալ լոգիստիկայի եւ ընդհանուր միջազգային առևտրի նոր ճարտարապետության ձևավորման գործում։ Պուտինի խոսքով Մոսկվայի գործընկերների համար ռուսական լոգիստիկ երթուղիները կարող են շահավետ լինել թե տնտեսապես, փոխադրման ժամկետների կրճատման շնորհիվ, եւ թե գլոբալ տրանսպորտային հոսքերի դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել, կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու եւ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի ու եվրոպական գործերի նախարար Մաքսիմ Պրևոյի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակը, երկկողմ հարաբերություններն ու Եվրամիության շրջանակներում գործակցության հեռանկարները։ Նախարարները խոր մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմական սրացման վերաբերյալ եւ ընդգծել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարեւորությունը։ Պրևոն համերաշխություն է հայտնել Ադրբեջանին կապված Նախիջևանի վրա Իրանից անօթաչու թռչող սարքերի հարձակման հետ եւ շնորհակալություն է հայտնել Բաքվին Բելգիայի քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում ցուցաբերած օգնության համար։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Բայրամովն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները։
Ես ուրախ էի Ադրբեջանի արտգործնախարարության ղեկավարի հետ հեռախոսազրույց ունենալու համար, ավելի ուշ հայտարարել է Պրևոն։ Մենք քննարկել ենք Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման եւ այդ առումով բազմակողմանի համագործակցության կարեւորությունը։ Բելգիան բարձր է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին եւ հույս է հայտնում խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկի հերթական խմբականակը կարակվի Հայաստան։ Ըստ նրանց տվյալների բեռը տեղ կհասցվի 5 վագոնով։ Երկաթուղային շարժակազմը կմեկնի ադրբեջանական երկաթուղիներ ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից։ Բեռի ընդհանուր քաշը 349 տոննա է։ Գնացքը Բոյուկ Քեսիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան։ Նախկինում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել 23500 տոննա հացահատիկ, ավելի քան 1000 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկացորեն։ Ռուսական ցորենի վերջին խմբականակն ուղարկվել էր մարտի 25-ին, երբ առաքվել էր 350 տոննա։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։